Բարի օր ամենքին, ինչպես եք սիրելի հայրենակիցներ, վերջապես եկավ բոլորիս կողմից երկար սպասված ամառը, խորհուրդ եմ տալիս ձեր ազատ ժամանակը օգտագործեք Հայաստանի գեղատեսիլ բնակավայրերը բացահայտելով, օրինակ ես այսօր եկել եմ Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքին պատկանող Արալես բնակավայր, որպեսզի ճանաչեմ տեղի բնակիչներին ու իմանամ գյուղի պատմության մասին։ Հետևեք իմ օրինակին, ես անցա առաջ։ Վաղ չես լսում, արի գնանք սուրճ խմենք, արի սուրճ հաստատ կտան։ Արա պետք է գաք գյուղ, այս սենց նստենք, այս շլորից վերցնենք, առանց, չէ լվացած է, բայց եսի առանց լվանալ ավելի համով է։ Ժողովուրդ ջան, շնորհակալ եմ շատ սուրճի համար, Երևանից նոր ենք եկել ու ինձ պետքա սուրճ խմել, որ առույգանամ։ Անուշարեք։ Ձեր անունը ինչ է։ Մանվել։ Ձեր անունը։ Ծովինար։ Ամուսին եւ կին եք։ Այո։ Կարճ ասած ամուսիններ եք։ Այո։ Քանի տարի է միասին եք ապրում։ Երեխեքը քանի տարեկան են, 40 տարի։ Աղջիկս 40 տարեկան է։ Վեդի քաղաքից եք։ Այո, Վեդի քաղաքից։ Ես Վեդի քաղաքից եմ, ինքը Սովետաշենից, Զանգակատնից։ Պարոն Մանվել, այ ես կուզեմ իմանալ, թե գյուղում բնակիչները ինչով են զբաղվում։ Գյուղի բնակիչները իրանց առօրյա հոգսերով, իրանց հողամասներով, իրանց դաշտերով, իրանց առօրյա կյանքով էլի, հենց 50%-ը դուրս են եկել, Ռուսաստանում են, աշխատում են Ռուսաստանում, են մեծ հասակներն են իրանց հողամասերով, իրանց հոգսերով։ Բա արալեսցիների հետ շփում չունեք։ Ունենք, բարեկամություններ կա, խնամիներ կան, շատ ընկերություն կա։ Ինչ տեսակ մարդիկ են։ Շատ լավ։ Դուք ինչ կասեք գյուղի կյանքի մասին, Տիկին Ծովինար։ Ես համարյա գյուղի մեծ մասին չեմ ճանաչում։ Երևի մեծ կողքի քանի ընտանիքին մեկ էլ ինչ բարեկամ ունենք, դրանց ենք ճանաչում։ Նոր եք տեղափոխվել Վեդից այստեղ։ Հա, մի քանի տարի է։ Երևի մի 5-6 տարի կլինի, որ ստեղ ենք ապրում։ Կարևորը օդը մաքուր է ձեր։ Օդը մաքուր է, հողամասը մշակում ենք մեր ուզած ձևի, ծաղիկները մշակում ենք մեր ուզած ձևով։ Սենց հիանում ենք էլի մեր կյանքով, տենց ապրում ենք։ Դպրոց էլ կա, մանկապարտեզ էլ կա, ամեն ինչն էլ կա։ Դա նոր կյանքում։ Նոր կյանք, բուժկետ էլ կա, սա ամեն ինչը կա։ Աստված տա կյանք է կոչվել էլի։ թե նոր կյանքում, թե արալեզում ամեն ինչ էլ լինեն։ Բայց Արալեզը շատ հին գյուղ է, շատ հին գյուղ։ Հեսա գնում ենք, արալեսցիներ, պատրաստվեք, մենք գալիս ենք։ Շնորհակալ ենք ձեզնից շատ։ Ապրեք, Արալիկ ջան։ Մենք էլ ենք, մենք էլ ենք։ Շատ շնորհակալ ենք մենք որ դուք մեզ այցելեցիք։ Ճանապարհի վրա եք։ Ճանապարհի Այո։ վրա։ Հասել կասնեք, իմացեք որ ստեղ օջախ ունեք։ Իմացեք, այստեղ տուն ունեք, բարեկամ ունեք։ Այո։ Մենք ձեզ շատ սիրով կընդունենք։ Կարևորը մեզ ճանաչում եք, նայում եք մեր հաղորդումները։ Նայում, ասում եմ, տափերականում նայում էի, նստած նայում էի։ Բայց ժողովուրդ, լավ ենք անում, որ այսպես գյուղերով շրջում ենք, ծանոթանում ենք։ Շատ լավ է։ Արտաշատի գյուղերում էլ եկել է, նայել ենք, Արևիկ ջան, քեզ նայել ենք, ասում։ Ուզում ենք մարդկանց ասել, որ իրենց բախտը ոչ թե որոնեն օտար երկրներում, այլ բոլորը մնան մեր հայրենիքում։ Գյուղում, հա։ Քանի որ դուք Տիկին Ծովինարի հետ բավականին երկար տարիներ է ապրում եք։ Ահա, ուզում եմ իմանալ, ձեր միջև եղած վեճերը ոնց եք հարթում։ Բայց վերջ չի լինում, որ արդեն։ Մենք չենք վիճում երբեք։ Ոչ մի հարցի շուրջ։ Կամ հա կամ չէ, էլի, մտածում ենք, ասում ենք, հա։ Մեկ-մեկ ես զիջում եմ, որ կռիվ չլինի, բայց դե համենայն մենք չենք վիճում համարյա։ Այս տարիքում բաջահել ժամանակ։ Ջահի ժամանակը չենք վիճում, մենք շատ սերով ընտանիք ենք եղել։ Բա ոնց եք ծանոթացել։ Եկել էինք իմ մուրաքրոջ տղուտուն, ինքն էլ իր ընկերն է մոտիկ շատ եղել։ Ու դες ծանոթացել ենք։ Տարիներ են անցել, գոհ եք ձեր ընտրությունից։ Այո, շատ գոհ եմ, շատ։ Դուք էլ եք գոհ։ Շատ։
Գիտեք ինչի համար եմ այսպիսի հարցեր տալիս, որ երիտասարդությունը, նոր կազմած ընտանիքները նայեն ձեզ ու օրինակ վերցնեն։ Շնորհակալ ենք ձեզնից շատ, ձեր օրինակը թող վառ լինի բոլորի համար։ Բոլորիս համար, հայ ժողովրդի համար։ Արևիկ ջան։ Մենք էլ գնանք Արալես։ Բա քարածը կոդուրն եկավ։ Նորմալ է, որ հիմա ես քեզնից նեղացա։ Ոչ մի բան։ Դե կգնաս Երևան մենակ։ Ես արդեն գնում եմ։ Այս անգամ էլ սրանով եմ գնում։ Նա ինչ ավես է։ Սիրելի արալեսցիներ, մեր հաղորդաշարի գլխավոր հովանավոր F-Net Telecom ընկերության ծառայությունները հասանելի են նաև ձեր բնակավայրում։ F-Net Telecom ընկերությունը առաջարկում է գերարագ ինտերնետ կապ, շատ հեռուստաալիքներ եւ մի շարք խելացի լուծումներ։ Պարոն Իլիա, իսկ ձեր կյանքը ոնց է անցնում։ Իմ կյանքը լավ է անցնում, նորմալ է անցնում։ Ոչինչ ոչ պահանջ ունեմ, ոչ էլ բողոք ունեմ, ոչ բան չունեմ։ Ազատ ժամանակ ինչով եք զբաղվում։ Ես ազատ ժամանակ չեմ ունենում։ Ընդհանրապես։ Այո։ Բա այդ ոնց։ Դե աշխատում եմ։ Դաշտերում։ Դե իմ համար։ Հա։ Ինչ եք աճեցնում մշակում։ Ես ոչ բան չեմ աճեցնում, խոտ եմ քաղում, խոտ եմ ավակում, տուկ եմ անում, անասուն եմ պահում, խոզ եմ պահում, ցուլ եմ պահում։ Ահա, այսինքն ձեր հիմնական գործը անասնապահությունն է։ Այո, ես իմ գործերը։ Ոչ բանը չեմ խառնում, ոչ բերքի, ոչ դաշտերի, ես այդ ուժը չունեմ։ Հարևանություն անելը Արալեզում պահպանվում է։ Հա, ոնց չէ, լավ արևանը, լավ աղբորից էլ լավ։ Իսկ եթե վեճեր են առաջանում։ Ոչ մի վեճել չի առաջ, եթե առաջանում է, մի անգամից հանգեցնում են։ Հիմա հարևանը կլինի, աղբերը կլինի, կամ են մի աղբերը, մի հարևանը, մի հարևանը, հանգեցնում են։ Պարոն Իլիա, ըստ ձեզ Արալես բնակավայրում ինչ է պակասում, ինչի կարիք ունեք, որ կցանկանայիք լիներ։ Միգուցե մեր հաղորդումը նայեն ու փորձեն կառուցել։ Ներկապային իմ հասկանալով Խաղահրապարակ ունեք, խաղադաշտ ամեն ունեք։ ինչ կա։ Լուսավորության մասին ինչ կասեք։ Ոչ մի խնդիր։ Ձեր փողոցը լուսավորված է։ Ամբողջ գյուղը։ Ահա, այսինքն լուսավորություն ունեք, խմելու ջուր ունեք 24 ժամ, Այո։ ոռոգման ջրից չեք բողոքում։ Ոչ։ Ահա, դպրոց ունեք։ Այո, դպրոց ունենք, մանկապարտեզ ունենք, ամեն ինչու, ամեն ձևի ապահովված։ Մշակույթի տուն։ Ունենք, մշակույթի տուն ունենք։ Իսկ կա մի նշանավոր մարդ, ով Արալես գյուղից է, որով հպարտանում եք։ Այո, սա Ռազմիկովիչն է, որ ոչ թե ամբողջ գյուղը, ամբողջ ռայոնը, ամբողջ մեր մարզը մատակարարում ամեն ինչ անում է եւ հետեւում է, որ ամեն ինչ նորմալ լինի, տեղին ամեն ինչ անեն։ Ասֆալտապատելը, ջրերն է, դե ամեն ինչ մտնում է դրա մեջ։ Իսկ նորից իր ահագին մեր գյուղը ոտի է կանգնել, մեր ռայոնը։ Տեսնում եմ, որ գյուղի փողոցները ասֆալտապատված են։ Այո, իշնորհիվ։ Այսինքն մի րոպե, Արալեզը մարզպետի ծննդավայրն է։ Այո, Այստեղ է նա ապրում։ այո։ Ահա, շատ լավ է, որ մարզպետ լինելով գյուղում է ապրում։ Քաղաք չի Այո, տեղափոխվում։ չէ։ Ասում եք Արալեզի նման լավ գյուղ չկա։ Այո, առաջինը մեր ռայոնում առաջինը Արալեզն է։ Ինչով է յուրահատուկ։ Թե թասիվով, թե ամեն ինչով։ Այսինքն թասիվով։ Հարգանքով պատվով իրարից։ Եթե օրինակ ես մի Արալեսցու հիմա նեղացնեմ, ամբողջ գյուղը ոտքի կկանգնի, ինձ կնեղացնի։ Այո։ Պարոն Իլիա, շնորհակալություն ենք ձեզ հայտնում։ Ես էլ եմ շնորհակալ։ Լավ եղեք, առողջ եղեք ամենակարևորը։ Դուք էլ լավ եղեք, մի քիչ հաճախ եկեք։ Անպայման։ Ու շարունակեք ապրել գյուղում։ Որ գյուղի խնդիրները արձագանքեք։ Միանշանակ։ Ես գյուղից տեղ չեմ գնա։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ո՞նց եք։ Շնորհակալություն ձեր ողջությունը։ Շատ լավ։ Ինչ կա չկա Արալեզում։ Արալեզում ամեն ինչ կա, միրգ կա։ Ամեն ինչ կա, ինչ ասեմ, մարդկություն կա, հարգանք, պատիվ կա ժողովրդի մեջ։ Ապրում ենք էլի։
Դուք երևի պարոն Իլյայի եղբայրն եք։ Ավակ եղբայրն եմ։ Ձեր անունը ինչ է։ Սերգո Ասատրյան բեգի։ Ահա։ Օրինակ ինձ կասեք, ձեր գյուղում ամենաշատը որ ազգանունով են մարդիկ։ Դե շատ չեն կարա։ Ասատրյաններ էլ կան, բայց չեմ կարող ասեմ, որ շատ են։ Գրիգորյաններ էլ կան, Գալստյաններ կան, Թևանյաններ կան, Միրզախանյաններ կան, Ամիրյաններ կան, Աբրամյաններ կան, չեմ կարող ասեմ, որ նա շատ։ Բոլորն էլ Գյուղը տարածքով մեծ է։ գյուղը տարածքով իր տնամերձներով 110 հեկտար է կազմում, դե մոտ 6 700 տնտեսություն կա։ Այսինքն մոտավորապես 2500 բնակիչ։ Չէ, 2500 չէ, այսինքն բնակիչ կարող է լինի, ընտրողները 600-700 հոգի են եղել։ Ահա։ Ընտրական ձայն ունեցողները։ Միմյանց ճանաչում եք այստեղ։ Դե ասենք կարելի ասել, որ բոլորս իրար ճանաչում ենք, ասենք դե ես որպես ասենք մի քիչ տարիք առաջ այն մանրներին չգիտեմ, չեմ կարա, բայց տեսքներից կարող ենք էլի տարբերենք թե որ ցեղից կլինի։ Սերգո ջաց, ձեր տունը որ մեկն է։ Իմ տունը Հա։ 15 համարն է։ Ձեր եղբոր տունը սա է։ Սա հայրական տունն է, սա իմ տունն է, սա մյուս աղբորս տունն է։ 11 երեխա։ 11 երեխա ենք, որից 9 տղա, բոլորս գյուղում ենք ապրում, 2 քուրս են, որոնք ուրիշ տեղ են ամուսնացած։ Որտեղ են ամուսնացել։ Մեկը Ռուսաստանի Դաշնությունում ապրում, մյուսն էլ Էջմիածնի Զվարթնոց թաղամասում։ Դե եկեք ձեր քույրիկներին բարևենք։ Բարևում եմ քույրիկներին, Իրենք մեր հաղորդումը հաստատ կնայեն։ ցանկանում եմ իրանց քաջ առողջություն, միշտ երջանիկ ու հաջողակ լինեն։ Սերգո ջաց, ուզում եմ մի քիչ գյուղի մասին բողոքենք, էլի։ Եկեք բողոքենք։ Բողոքենք գյուղը որպես, ասենք, մի տնտեսություն, մի ընտանիք, մեծ ընտանիք, բողոքելու, ասենք, շատ բան չկա։ Հիմնական բողոքը ոռոգման սեզոնին ջրի պակասությունն է։ Հետո ոռոգման համակարգի արդեն հնացած է։ Ճիշտ է, մեր Արալես համայնքի ջրերը մի քիչ նորմալ են եղել ժամանակին, հիմա էլ նորմալ է, բայց հեսա ամառվա սեզոնին արդեն սկսում են քաշքշուկների մեջ ընկնել։ Ջուրը սակավություն է անում, չենք կարող հասցնենք ժամանակին ջրենք։ Լինում է, որ ջրի համար հարևաններով կռիվանեք։ Չէ, այդ տեսակետից ստեղ արդեն ոնց որ ահագին երկար տարիներ մի բան է եղել, որ կարգադրվել, որ մեկը մեկին չեն խանգարում։ Հիմա ջրբաշը բերում է ջուրը, ասում է, այս քոննա 2 ժամ է ջրում, հետո տալիս է մյուսին 2 ժամ են մեկնա ջրում, մի ժամ է ջրում, ով ոնց կարում են, էլի տենց, ով ինչքան ջրում, բայց ջրբաշի հսկողության տակ է լինում։ Ջաց Սերգո, ինչ պետք է անել, որպեսզի երիտասարդությունը գյուղը չլքի։ Եթե այս արտագնա աշխատանքները չլինեն, հիմնականում չեն լքում։ Դե աշխատանքի, այսինքն ապրուստի հարց են լուծում, թե չէ մնացածը։ Աշխատատեղ է լինում։ Հա, աշխատատեղ պետք է լինի։ Չնայած դե գյուղացին իր հողով, բայց դե ամեն մարդ չէ որ հողի հետ սեր ունի, դաշտա գնում, բայց դե ոնց էլ չլինի, իրանք իրանցը պետք է գոնե մի քիչ ցանկ սանեն, ծառ ունենան, բան անում են էլի։ Հա։ Շնորհակալ ենք շատ։ Սիրելիներս, Արալես բնակավայրը հիմնադրել են Վանի Լեսկ գյուղից գաղթած մեր հայրենակիցները։ Սա Արալեսի մշակույթի տունն է։ Յուրաքանչյուր գյուղ պետք է պարտադիր ունենա մշակույթի տուն։ Հիմա գնանք տեսնենք, թե այստեղ ինչ կա չկա։
Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Շնորհակալություն, լավ։ Դուք ինչպե՞ս եք։ Լավ եմ, եկեք ծանոթանանք։ Ես Նելին եմ, Ղազարյան մշակույթի տան համակարգողն եմ։ Ես Ուրախ էլ- ենք ձեզ այստեղ տեսնել, մեզ մոտ հյուրընկալել։ Ես էլ եմ շատ ուրախ։ Ես էլ Արևիկն եմ։ Ուրախ ենք։ Եկել ենք տեսնենք, թե ինչ կա չկա Արալեզում։ Այո։ Սա մեր մշակույթի տունն է։ Հուսով եմ տեսակ դրսի կողմից հուշարձանով։ Հիմնադրվել է 70-ական թվականներին։ Ունենք խմբակներ, 4 խմբակ, 2 բարի խմբակ, նկարչության, կարի խմբակ։ Հաճախում են մոտ 80-ից 100 երեխա։ Բոլորը Արալեզից են։ Բոլորը Արալեզից են։ Իսկ խմբակներին ունենք տղա երեխաներ, ովքեր Ունենք։ Բարի խմբակներում քիչ են, բայց մնացած խմբակներում կան։ Նկարչության հատկապես էլի։ Ահա, երաշտական խմբակ չունենք։ Չունենք։ Շատ ափսոս, տղաները հիմնականում սիրում են դհոլ նվագել։ Չունենք առայժմ։ Իսկ Գուցե նախաձեռնություն չկա, որ երաշտական խմբակ էլ ձևավորվի մշակույթի տանը։ Ցանկալի է, եթե լինի, ավելի լավ։ Ժամանակի Գիտեք, ընթացքում։ իսկապես գովելի է, որ գոնե 4 խմբակ կա։ Այո։ Այդպես գյուղի երեխաները Երեխաները ակտիվ մասնակցում են եւ միջոցառումներ են հաճախակի կազմակերպում, որպեսզի մշակույթից հեռու չմնան երեխաները։ որ տոներին նվիրված միջոցառումներն է կազմակերպել։ Մենք կազմակերպել ենք տաղավար տոներն ենք նշել, դրսում տրնդեզը, զատիկը, մայրության տոնն ենք նշում, բանակի տոնն ենք հունվարի նշել, այդպես։ Տեսա, որ Մանուկների տոնը նշեցինք, այո, բակը զարդարած է դեռ մնացել է, այո, այդպես։ Իսկ մշակույթի տան դահլիճը օգտագործում եք միջոցառումների Օգտագործում ենք, հունիսի 1-ին էլ ենք օգտագործել, մնացած միջոցառումներն էլ հիմնականում դահլիճում ենք անցկացնում միջոցառումները։ Այսինքն, եթե գյուղ հյուրեր են գալիս, նրանք այստեղ են ելույթ ունենում, այստեղ են միջոցառումներ կազմակերպում։ Այո, Շատ լավ։ չնայած հիմնականում գյուղի աշակերտներն են, մեր խմբակների աշակերտներն են մասնակցում այստեղ միջոցառումների։ Իսկ երկի խմբակ կա։ Երկի խմբակ չունենք, նախկինում եղել է, հիմա ոչ։ Մասնագետներ ենք ման գալիս, եթե ունենանք լավ մասնագետ, խմբակ եք ունենանք երկի։ Շատ լավ կլինի, ինձ թվում է կլինեն շատ երեխաներ, ովքեր Այո, անպայման երկի խմբակի կհաճախեն։ Այո, Ընկերնելի, այս պահին ունեք ինչ-որ մի խմբակ։ այս պահին նկարչության խմբակն է գործում, երեխաները այստեղ են, կարող եք ծանոթանալ, եթե նկարներին, իրանց աշխատանքներին, Տեսա նաև մշակույթի տան ամբողջ պատերին նկարներ են փակցված, երեխաների աշխատանքներն իրենց են։ աշխատանքներն են, այո, փոքրերի, մեծերի, Արփի ջան, դու քանի տարեկան ես։ 7. Ինչ ես անում գյուղում, քո առօրյայից կպատմես։ Ես գալիս եմ այստեղ 2 խմբակի բարի նկարչության Ինչ բարեր եք սովորում։ հայրենական։ Հայրենասիրական։ Այո։ Ապրես։ Արփի գյուղի մասին ինչ կպատմես ինձ։ Այստեղ շատ խմբակներ կան։ Դու սիրում ես Արալեզը։ Այո։ Իսկ Արալեզը մաքուր ես պահում։ Այո։ Եթե հնարավորություն լիներ քաղաքում ապրելու, կգնայիր քաղաք։ 1-1։ Այսինքն գնաս։ Այո, գնամ էլի հետ գամ։ Ահա, ման գաս Այո, քաղաքում, ման ժամանակը գամ։ Այո, հետ տանցկացնես։ գամ։ Հետ գաս գյուղ։ Այո։ Արփի, որ գնաս Երևան, որտեղ կուզես այցելել։ Կարուսել, այգի, այդտեղ տենց բաներ։ Ահա, այսինքն Արալեզում չունեք խաղարապարակ։ չունենք։ Խաղասարքեր չկան Արալեզում։ Կան։ Հա, երեխաների համար ժամանց ապահովելու վայր չկա Արալեզում։ Ոչ չկա։ Իսկ ինչ անենք, խնդրենք, որ Արալեզում այդպիսի գեղեցիկ վայր կառուցեն։ Այո։ Դե ես ու Արփին խնդրում ենք, որպեսզի չանտեսեք Արալեզի փոքրիկներին ու նրանց համար կառուցեք գեղեցիկ խաղահրապարակ։ Արփի, գիտես, իմ տրամադրությունը բարձրանում է այն ժամանակ, երբ որ քո նման հրաշքները երգում են։ Դու կարող ես մեզ համար մի երգ երգել։ Այո։ Որը կերքես։ Ես զինվորների մասին կարող եմ երգել։
Շատ լավ, զինվորներն էլ կտեսնեն մեր հաղորդումը ու ավելի կողքեվորվեն, մեր սահմաններն էլ պինդ կպահեն։ Դե լսում ենք քեզ։ Ես ծնվել եմ ապրել Հայաստանում, իմ պապերի հողում, իմ երկրում, ամեն մի հայ զավակ մեր երկրում, իր հողի մի մասնիկն է կազմում, ամեն մի հայ զավակ մեր երկրում, իր հողի մի մասնիկն է կազմում, ազգ բանակ միասին մենք ենք ձեր հույսին, ապրենք հզորանանք, փոխարինով ձեզ դառնանք, ազգ բանակ միասին մենք ենք ձեր հույսին, ապրենք հզորանանք, փոխարինով ձեզ դառնանք, հայերի երկիր Հայաստան ջան, պապերիս երկիր Հայաստան ջան, նոր սերունդ լինի քեզ պաշտպան, իմ ճգնախ երկիր Հայաստան ջան, նոր սերունդ լինի քեզ պաշտպան, իմ ճգնախ երկիր Հայաստան ջան, իմ երկիր Հայաստան, որտինքդ քեզ պաշտպան, թե նորից կյանք առնեմ, գրկիդ մեջ դալալվեմ, քեզ պաշտեմ ու սիրեմ, կյանքս քեզ նվիրեմ, լավ օրերիդ համար միշտ կպայքարեմ, հայեր, դուք քիչ եք քիչ, բայց ձեր հույսը արժե ամեն ինչ, կգա խաղաղ ժամանակներ, կժպտան նորից աչքերը ձեր։ Հայերով քիչ ենք, բայց դե լավ ազգ ենք։ Սիրելիներ, Արալեզի մշակույթի տան առաջին հարկում փակցված են այն հերոսների նկարները, ովքեր զոհվել են 44-օրյա պատերազմի ընթացքում։ Ես ուզում եմ բարձր հնչեցնել նրանց անունները, որպեսզի անուն առ անուն ճանաչենք նրանց։ Մհեր Խաչատրյան, Զաքար Սերոփյան, Արամ Արզումանյան, Սերոբ Իսրոյան, Ժորա Արզումանյան, Նոյ Թևոնյան և Արամ Թևոնյան։ Բոլորին շնորհակալ ենք ու խոնարհվում ենք նրանց առաջ։ Աղջիկներ, դուք արալեսցի եք։ Այո, Ձեր անունները կասեք ինձ։ Մարիամ, Լուսինե։ Դե ես Արևիկն եմ, չգիտեմ ինձ ճանաչում եք թե չէ, բայց մենք այցելում ենք գյուղերը, որպեսզի ճանաչենք այդտեղ ապրող մարդկանց։ Հիմա ուզում ենք արալեսցիներին ճանաչել։ Ձեր մասին ինչ կպատմեք։ Ես կպատմեմ, որ ես այստեղ գնում եմ պարի և նկարչության, բայց ես պարը սովորում եմ վեդիում։ Վեդի քաղաք ես գնում պար սովորելու համար։ Այստեղ մշակույթի տանը սովորում ես նկարչություն։ Այո։ Ահա, դու ինչ կասես։ Ես իմ մասին կպատմեմ, որ ես շատ եմ սիրել նկարչությունը, ես տանը որ զբաղվում չէի ունենում, անընդհատ տանը փոքր եղբորս հետ նկարում էի ջրաներկով և ցույց էի տալիս իմ հայրիկին և հարսիկին։ Իրենք էլ ասացին, ավելի լավ է քեզ տանենք նկարչության խմբակ, Չէ, ես եմ իրանց ասել, որ տանեն, ավելի ճիշտ մի անգամ ես որ հանգիստ նստած էի, մի ֆիլմ էի նայում, իմ հարսիկը ինձ հարցրեց, ասաց կուզես գնաս նկարչության, իսկ ես ասացի հա կուզեմ, որովհետև ես որ եկել եմ այստեղ նկարչության, շատ եմ ուզեցել նաև նկարել։ Իսկ ապագայում քեզ տեսնում ես որպես մեծ նկարչուհի։ Այո, ես շատ կուզեի, որ այդպես լիներ և ես որ չեմ հասկանում, թե ինչ է կարելի նկարել, ես իմ ընկերներից կամ ուսուցչուհիներից հարցնում եմ, թե ինչ է կարելի նկարել։ Ահա, իսկ դու ամենաշատը ինչ ես սիրում նկարել, օրինակ բնություն, ծառ։ Ես ամենաշատը սիրում եմ նկարել սարեր ու բնություն։ Օրինակ, եթե հնարավորություն ունենայիք գյուղում ինչ-որ բիզնես բացել, դա ինչ կլիներ։ Դու ինչ կբացեիր, շատ փող ունես, ուզում ես գյուղի համար ներդրում անես, մի լավ բան կառուցես, որ բոլորը օգտվեն, դա ինչ կլիներ։ Օրինակ հիվանդանոց։ Ահա, մեծ հիվանդանոց։ Այո։ Ամբողջ հիվանդանոցային պարագաներով, սարքերով։ Այո։ Որ մարդիկ հետազոտվելու համար քաղաք չհասնեին։ Այո։ Խելացի միտքեր։
ես գյուղում կկառուցեի մի վայր, որտեղ որ մարդիկ կգան եւ իրար ընկերների հետ կարային զբաղվեին եւ ժամանակ անցկացնեին։ Ես կբացեի մարզասրահ, լողավազան, սրճարան, որ մեր գյուղերը զարգանային, որ լավ ժամանակ անցկացնելու համար Արարատ, Վետի կամ Երևան չհասնեին բնակիչները։ Ճիշտ եմ մտածում։ Ահա, այսինքն ասածս այն է, որ լավ սովորենք, որպեսզի ապագայում մեր գյուղի համար, մեր Հայաստանի երկրի համար պիտանի մարդ դառնանք, որ կարողանանք ինչ-որ մի ձևով մեր բնակավայրին օգուտ տանք։ Լավ։ Այո։ Մեսրոպ ջան, դու արալեսցի ես։ Այո, Քանի տարեկան ես։ 11։ Շատ լավ։ Իսկ արալեզի մասին ինձ ինչ կպատմես, որ ես գյուղը ճանաչեմ։ Կպատմեմ, որ լավ գյուղ է եւ այստեղ կան շատ լավ մարդիկ են ապրում, սիրուն փողոցներ կա, սիրուն մանկապարտ է, սիրուն դպրոց, բացի մեկ բանից ֆուտբոլի դաշտ չունենք։ Ունեք։ Հա, ունենք, բայց շատ վատ է։ Մեծ ֆուտբոլի խաղադաշտ ունեք։ Ունենք, բայց վերանորոգված չի։ Այո։ Ամբողջովին խոտածածկ տարածքով։ Այստեղ ո՞նց եք ֆուտբոլ խաղում։ Գալիս ենք հենց ֆուտբոլ խաղալու, խոտերը քաշում ենք, նոր ենք խաղում։ Ահա, այսինքն սկզբում խոտերը մաքրում եք, հետո ֆուտբոլ եք խաղում։ Այո։ Բա ինչ անենք, որ դուք էլ մարդավարի խաղադաշտ ունենաք։ Կանաչապատ, սիրուն նստարաններով հագեցած։ Դիմենք։ Ում դիմենք։ Նիկոլ Փաշինյանին։ Դիմենք։ Կդիմենք։ Դիմիր Մեկ է հենց մեր հիմա։ սադը սարքեն։ Հենց հիմա դիմիր։ Նիկոլ Փաշինյանն ես ուզում եմ, որ մեր ֆուտբոլի դաշտը սարքենք եւ սադը մեր։ Հուշարձանը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Որտեղ ես նախատեսել հանգստանալ։ Սևան։ Մի օրով Սևան է գնալու։ 2 օր տոն։ Հա, 2 օրով։ Կարող է գնանք բան Թիֆլիս։ Մնացած 2 ամիսը, այսպես ասած, անցկացնելու ես Արալեզում։ Այո։ Իսկ ո՞նց ես պատկերացնում, ո՞նց անցնելու։ Լավ։ Ընկերներով խաղում եք բակում։ Այո։ Ինչ խաղեր եք խաղում։ Պաղմտոցի, ֆուտբոլ ու շատ խաղեր։ Բակային խաղերը պահպանվում են։ Ես նաև ազատ ժամանակ օգտվում եմ ինտերնետից։ Մեր ինտերնետն է Fnet է։ Մեր գյուղը օգտվում է Fnet ընկերությունից։ Ապրես։ Բոլորդ էլ օգտվեք Fnet Telecom ընկերության ծառայություններից։ Եթե այժմ զանգահարեք 8988 հեռախոսահամարով, ապա ձեզ կներկայացնեն շահավետ առաջարկներ։ Սիրելի հեռուստադիտողներ եւ սիրելի հետևորդներ, մոտ 2 ժամ շփվեցինք Արալեզի բնակիչների հետ։ Բոլոր մեր հայրենակիցները շատ լավն են։ Ես ուզում եմ, որ մեր երկրում առաջնային խաղաղություն լինի եւ մեր գյուղերը գնալով զարգանան։ Դե Արալեզում տեսանք, որ կա դպրոց, կա գեղեցիկ նորակառույց մանկապարտեզ, մշակույթի տուն ունեն բնակիչները, երեխաները սիրով հաճախում են խմբակների։ Մեզ այդ զրույցում ասացին, որ կցանկանան խմբակները ավելի շատանան։ Ես եւս դա եմ ցանկանում։ Ուզում եմ, որ բոլորս ուշադրություն դարձնենք մեր գյուղերին, որպեսզի բնակիչները չլքեն։ Սիրելի արալեզցիներ, սա մեր առաջին հանդիպումն էր, բայց վերջինը չէր։ Հիշեցնեմ, որ մեր հաղորդաշարի գլխավոր հովանավոր Fnet Telecom ընկերությունը հասանելի է նաև ձեր բնակավայրում, կարող եք զանգահարել 8988 հեռախոսահամարով եւ օգտվել շահավետ առաջարկներից։ Ձեզ հետ Արևիկներ, մեկնաբանություններում գրեք ձեր գյուղերի անունները, որպեսզի այցելենք, շփվենք իրար հետ։ Կհանդիպենք։ Արևիկին ուզում ենք ամուսնացնենք։ Եղավ Գարուն, լավ ենք անում, որ հարցազրույց ենք անում։ Դե կայո, նկարչության